Ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Տերը, օրհնյալ է մեր Թագավորը, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ, որ մինչև իմ խոսքը անդրադառնալը հայտարարություն անել, որից հետո պետք է աղոթք անենք մեր եղբայրներից, մեր ավագ եղբայր Սամվել եղբայրը, մեր ամբողջ եկեղեցու խորհրդի ավագների օգնական, Մամիկոն եղբոր օգնականներից մեկը երեք առավոտյան իր մարմնավոր կյանքը վերջացրեց եւ գնաց հասավ այն Քրիստոսին, որին 57 տարի պաշտեց, հավատաց, մնաց հավատարիմ եւ երբ որ Աստծո սուրբերից ննջում են Աստծո խոսքը այսպիսի բաներ ասում, երբ որ մահացել էր Աբիներին Դավիթ այսպիսի խոսքեր ասեց Տիրոջ Իսրայելի սուրբերից մեծավորներ են կան։ Ես ուզում եմ, որ Տերը օգնի, որ մի հատ աղոթք անենք մեր եղբոր ընտանիքի համար, որ Աստված Գրետաքույրիկին, իր զավակներին, Գերդաստանին մխիթարի, զորացնի, որ նրանք էլ մինչև վերջ, ինչպես իրանց հայրը, ամուսինը հավատարիմ մնաց, իրանք էլ հավատարիմ մնան եւ ասնեն հավիտենական փառքին, որ Աստված պատրաստել է իր սուրբերի համար։ Մինչև վերջի վարկյանը եղբայրը բոլոր իր ծառայությունների մեջ, իր գործերի մեջ ամեն ինչ կարգավորեց, Կիրակի օրը անցած իր վերջի ուղերձը ժողովրդին ուղեց եւ հասավ խանգիստ։ Կանգնենք ոտքի եւ մի աղոթքով գանք Տիրոջ առջև, խնդրենք, որ Տերը օրհնի մեր ավագ եղբայրներին, որ մեր Սամվել աղբոր ընտանիքին մխիթարի, որ իր ժառանգությունը մինչև վերջ կարողանա հավատարմորեն քայլեն են ճանապարհով։ Գիտեք, ժողովուրդ ջան, 57 տարի, դա քիչ չի, դա կես դարից ավել, որ մարդ անցկացավ տարբեր փորձություններով, տարբեր դժվարություններով, կոմունիստական տառապանքներով, բայց մինչև վերջ մնաց հավատարիմ։ Տերը օրհնի, որ մենք էլ մինչև վերջ մնանք հավատարիմ։ Օրհնյալ ես Տեր Հիսուս։